Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, տնային պայմաններից եմ ելույթ ունենում, մի քիչ վատառողջ եմ, կներեք, այսօրվա իմ բնորդուին ամենայն հայոց պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, եթե իհարկե նրան կարելի է պատգամավոր անվանել, ինչը ասում ես երկոտանին, ասում է, որ խաղաղության պայմանագիր կնքելուց 5 րոպե հետո սկսվելու է առևտուր Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների միջև, հələ սրա բանը էլի, պատկերացումը խաղաղության պայմանագրի արգասիքի վերաբերյալ, արա, փոխանակ կայնես ասես, որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո 5 րոպե հետո պիտի մեր ռազմագերիները, մեր զինվոր աղբերները, տղերքը վերադառնան, դու կայնում ես առևտրից ես խոսում, առևտուր շատ ես սիրում, գումի շուկայի տեղը գիտես, գնա մի քանի հատ կրիվետ կար, մի քանի հատ կանաչու թուփ, մի երկու կտոր սխտոր, մի քանի հատ գազար, դիր ծախի էտա քու գործը, դու ինչ գործ ունես ազգային ժողովում, ուսանող վախտել օրենքները չէիր կարդում, հո լավ գիտեմ ես դու ոնց ես ավարտել, չէ որ դու եղել ես իմ ուսանողը, դու սահմանադրության 3-րդ հոդվածը կարդացել ես, որ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է, դու սահմանադրության 47-րդ հոդվածը կարդացել ես, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին օտար երկրում պետությունում գտնվում է Հայաստանի պաշտպանության ներքո, այսօր քո իշխանությունը, ձեր իշխանությունը, թողած ռազմագերիներին ընկել առևտուր է բանանում, քարոզում, ամոթ չունեք դուք, կամ դու միջազգային պայմանագրերի մասին օրենք ունենք մենք, 2018 թվականի մարտի 23-ի օրենքն է, դու 8-րդ հոդվածը մի հատ բացի կարդա, որովհետև դու կարդալու այդ սեր չունես, որտեղ նշված է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ի պաշտոնե իրավունք ունեն հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, ազգային ժողովի նախագահի պաշտոնը նախատեսված չի այդ հոդվածում, դու вообще իրավունք չունես այդ հարցերով զբաղվել, քանի տարի է պատգամավոր ես, մի հատ օրինագիծ ներկայացրել ես, դու ինչ գործ ունես այդտեղ, դու անհիմն հարստացող ես, վաղը մյուս օր իշխանափոխության դեպքում, քո հանդեպ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով հայց է հարուցվելու, որ դու ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեից այդքան փողեր աշխատավարձ, պարգևավճար, չգիտեմ ինչ գործողումների գումար ստանալու դիմաց ոչինչ չես արել, բայց այդ գումարները ստացել ես, դու որպես անհիմն հարստացող, տղա ջան, դու դատվելու ես, դատի ես կանչվելու, դրա համար խելքդ գլուխդ հավաքի, եւ հետո մի բան էլ ասեմ, դու չես հասկանում, որ այդ քո ելույթը թշնամի երկրում նայել են, ու հիմա ոնց է ղժում մեր բոլորի վրա քու պատճառով, ասում են հրասարած նայեք, մենք իրանց հողերը զավթել ենք, այդքան երեխա կոտորել ենք, այս մարդկանց արգասիքը գնահատականը խաղաղության պայմանագիր կոչեցյալի, որը չի լինելու, ես ասել եմ, բայց սրանց ակնկալիքն է, որ առևտուր լինի Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների միջև, ձեզ չեն ներելու, ոչ մեկ չի ներելու ձեզ, ու հենց քեզ, որ դու զբաղված ես քո հետ կապ չունեցող գործունեությամբ, մնացածը խելքդ գլուխդ հավաքի, էլ այդպես բաներ դուրս չտաս։